չեմ եկել եմ ԱԱԾ մեկուսարան։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, եկել եմ ԱԱԾ մեկուսարան, այստեղ ինձ ասում են, որ այս պայդրությամբ չեն տալու, որպեսզի տեսակցեն պարոն Վարդան Ղուկասյանին, դուրս են հանում, ասում են դուրսը սպասեք, չգիտեմ ինչ։ Ես հիմա այստեղ եմ, այս ԱԱԾ, այստեղից ենք մենք մուտք գործում մեկուսարան, այսինքն աշխատակիցները ովքեր են, գաղթի աշխատակիցներ, հայտ ինչ որ ԱԱԾ աշխատակիցներն են։ Հիմա ժամը 4-ին դատական նիստ է նշանակված, բայց ասում են չեն կարող ձեզ թույլ տալ տեսակցել ձեր պաշտպանյալին, այսինքն իմ պաշտպանյալի հետ ես երեկ եմ հանդիպել, երեկ երեկոյան շատ վատ էր նրա առողջական վիճակը եւ այս պայդրությամբ արգելեցին ինձ տեսակցել իմ պաշտպանյալին։ Հիմա խնդրում եմ մի հատ ինձ պարզաբանում տրամադրեք ինչի թույլ չեք տալի, որպեսզի ես մուտք գործեմ մեկուսարան, որը պարտադիր մի վարքյան ձեր ձեռքերը պահեք ձեր հետ, այսինքն ինչի չնկարեն, ինչի թույլ չեք տալի, որպեսզի մուտք գործեմ մեկուսարան իմ պաշտպանյալին տեսակցելու, ձեր աշխատակիցը։ Հիմա դուք էլ թույլ չեք տալիս մտնեն ներս, ասեք, դե ճշտեք, հիմա սպասում եմ ես ձեզ։ Հիմա ինչ-որ բաներ են ուզում ճշտեն, այս ԱԱԾ մեկուսարանն է, տեսեք։ Հիվանդ մարդկանց պահում են այս ԱԱԾ մեկուսարանում, ծանր հիվանդություններով տառապող մարդկանց պահում են։ Ամսի 14-ից սկսած ըստ էության պարոն Ղուկասյանը չի ստանում բուժօգնություն, ոչ մի բժիշկ այստեղ այս մեկուսարանում չկա։ Մարդը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությունով եւ շաքարային դիաբետ ծանր ընթացքով, բայց այս մարդիկ ասում են իրեն բժիշկ պետք չէ, սապօգնության բժիշկ թույլ չեն տալիս, որպեսզի գա այստեղ եւ նույնիսկ ասում են, որ ԱԱԾ աշխատակիցներին չի կարելի նկարահանել։ Ես չգիտեմ, թե ով է ԱԱԾ աշխատակից կամ ովքեր են այս աշխատակիցները, չգիտեմ ինչ են անում այստեղ։ Ինձ դա չի էլ հետաքրքրում, ես եկել եմ այստեղ մեկուսարան, քանի որ ԱԱԾ մեկուսարանն է, ես ինչ անեմ, բայց այստեղից պետք է մուտքը ինձ ապահովեն։ Վախենում են կամ ինչ են անում, ես չգիտեմ, սպասում եմ, տեսնեմ ինչ է կատարվում այստեղ, ինչի թույլ չեն տալիս, որպեսզի ես տեսակցեմ պարոն Վարդան Ղուկասյանին։ Տարի է անցել շուրջ սովետական միության անկումից հետո, բայց նրանք դեռ գործում է իրենց մոտ ԱԱԾ մեկուսարան, որի իրավունքը չունեին։ Ինչքան ԱԱԾ աշխատողներ կան, հավանաբար գնում են ընդմիջման։ Այսինքն։ Այսինքն։ Հրամանա վերևից, հրամանով է տվել, ներեցեք ձեր ձեռքերը հետ քաշեք, ով է տվել հրամանը եւ ինչ հրաման է։ Ես իրավասու չեմ ձեր ասելու, դուք ով եք, ներեցեք դուք ով եք, դուք ձեր մի հատ ներկացեք, ձեր անուն ազգանունը խնդրում եմ, ներկացեք դուք ով եք, դուք ով եք, խնդրում եմ, ինչի եք ինձ պահանջ ներկացնում ու չներկայանալով դուք ով եք։ Դու լավ տեսնում եք ով եմ, ես չգիտեմ, անուն ազգանունը, ձեր անուն ազգանունը եւ ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Դուք ձեր գործառույթով զբաղվեք, եթե հրաման Դուք ով եք, որ դուք ինձ հրաման եք արձակում, խնդրում եմ ասեք։ Ես իմանամ ինձ ով է հրաման տալիս։
Ասեք, ով եք դուք։ Դուք ով եք։ Նկարել եւ Դուք ով եք, խնդրեմ, ասեք։ Այսինքն ներքևում այսի մուտքը չի ԱԱԾ մեկուսարան։ Այո, գլխավոր մուտքը աշխատակիցների նկարման չի կարող։ Ես ինչ աշխատակիցների հետ գործ չունեմ, ես հանրային վայրում եմ, ես հանրային նշան փողոցում եմ գտնվում։ Գլխավոր մուտքի վրա եք պահել։ Ես հիմա ուզում եմ մուտք գործել ու դուք ինձ պետք է պատասխան տայիք։ Ձեր հիմա պատասխանը չնկարելն է, թե պատասխան Երևան քրեակատարողականը ասել են մենք ձեզ փոխանցել ենք, էլի Ինչ եք փոխանցել։ Հիմա է փոխանցել։ Չէ, այս տղամարդը ասեց ես հեսա ձեզ կասեմ պատասխանը։ Խնդրում եմ, ասեք։ Լինի ավելի ճշգրիտ ձեզ կասեմ։ Դե հիմա ես սպասում եմ, պատասխանի եմ սպասում։ Դուք ով եք։ Ասեք, ձեր անունազգանունը ասեք։ Դուք Ներկայացեք, խնդրում եմ ներկայացեք, բա դուք ինձ պահանջ եք ներկայացնում։ Ես պահանջ չեմ ներկայացնում, ես զինծառայող եմ եւ Անունը ձեր, խնդրեմ ես չգիտեմ դուք Պարոն մայոր, Պարոն մայոր, ձեր դուք անունազգանուն ունեք։ դա արդեն ձեզ չի վերաբերում։ Այսինքն դե ասեք ձեր անունազգանուն ցույց տվեք ձեր փաստաթուղթը։ Այսինքն, բայց ես ձեր խնդրանքը ոնց կատարեմ, որ ես ձեզ չեմ ճանաչում։ Դուք ճանաչեք, եկեք։ Այսինքն, միգուցե դուք հրավիրեք ինձ մի հատ ուրիշ տեղ եք, որ ես գամ։ Դուք ներկայացեք ով եք, բայց ով եք դուք, որ ինձ հրավիրեք։ Ներկայացեք կգամ։ Ներկայացեք, մայոր ով է, անուն ունի մայորը։ Պարտադիր չէ իմանալ։ Այսինքն, դուք ձեր անունը գաղտնիք եք պահում։ Գործառույթով մենք մեր գործառույթով։ Ներեցեք դուք ձեր ում եմ խանգարում, ում եմ խանգարել, ում եմ խանգարել։ Ում եմ խանգարել։ Սա այս տարածքը նկարել արգելք։ Ես տարածքը չեմ նկարել։ Ես ուզում եմ պատասխան ստանամ, դուք ինձ պատասխան պետք է տրամադրեիք։ Ինչի թույլ չեք տալիս։ Եվ Ես հիմա փողոց սպասում եմ, քանի որ ձեզանից վախենում եմ։ Վախենալու կարիք կա, որովհետև դուք ինձ ապօրինի պահանջներ եք ներկայացնում։ Դրա համար եմ նկարահանում, որ հանկարծ այլ ոտնձգություն չկատարեք իմ նկատմամբ, այլ ոտնձգություն չկատարեք։ Պատկերացնում եք հարգելի քաղաքացիներ, ժամը 4-ին դատական նիստ է նշանակված եւ այստեղ մեկ ուսարանում պահում է պարոն Վարդան Ղուկասյանը, ով տառապում է ծանր հիվանդություններով եւ ասում են իրան հիմա մենք տեղափոխում ենք դատարան, բայց ինչ իրավունքով եք դուք ժամը 4-ի դատական նիստին հիմա մարդուն տեղափոխում դատարան, այսինքն ստում են, ակնհայտ է, եթե տեղափոխեն, այդ տեղափոխումը պետք է տեղի ունենա համենայն դեպս այստեղի տարածքից դուրս պետք է բերեն, այսինքն դա կերևար, այսինքն ակնհայտ է, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի ես չկարողանամ տեսակցել իմ պաշտպանյալում։ Եվ դուք տեսաք նաև այդ տղամարդը, նույնիսկ իր անուն ազգանունը չհայտնեց ինձ, հիմա էլի 3 տղամարդ է եկել, բարև ձեզ, կներկայանաք դուք ով եք, անուն ազգանունը ձեր կասեք, ձեր փաստաթուղթն ցույց կտաք, ոչ, բայց ես ինչ իմանամ, դուք ով եք, որ ինձ խնդրանք եք ներկայացնում, կասեք ձեր անուն ազգանունը։ Ուղղակի խնդրում ենք չնկարել։ Այսինքն, ինձ խնդրանքը ինչով է պայմանավորված։ Որ ցանկալի է չնկարել։ Հա, ցանկալի է, բայց դուք ով եք, որ բայց դուք ես չեմ ուզում նկարեմ, դուք եք ինձ մոտեցեք, ինչ եք մոտենում ինձ։ Պատճառը ո՞րն է ձեր նկարելու։ Իսկ պատճառը ո՞րն է, որ դուք ինձ մոտեցել եք։ Կարող եք ասել, դուք ով եք եւ ձեր պատճառը ո՞րն է։ Դուք ով եք ընդհանրապես, որ ձեր անուն ազգանունն եք թաքցնում, ձեր անուն ազգանունն ասեք։ Իրավունք ունեմ։ Այսինքն ես ձեզ չեմ նկարում, գնացեք եկեք ձեզ չեմ նկարում։ Ինչ եք մոտենում ինձ, ինչ եք մոտ։ Այսինքն բայց ինչ գիտեք, ես ձեր հետ ուզում եմ զրուցել։ Ես կարող եմ ձեր հետ չեմ ուզում ընդհանրապես զրուցել։ Դուք ով եք, ներկայացեք, որ տեսնեմ ես իմաստ ունի ձեր հետ զրուցել, թե ոչ։ Ով եք դուք։ Նույնիսկ չեք ուզում ներկայանալ։
տղամարդ են, եկել են ինձ մոտեցել են, ուզում են հետս զրուցել, բայց ով են, ինչ են, իրենց անուն ազգանունները մեզ հայտնի չեն, ինչ են ուզում ինձ հետ զրուցել։ Ես ձեր հետ սպասեմ, մինչև տենանք ձեզ ինչ սպառիչ պատասխան։ Հա, ես էլ եմ սպասում, Ես դե չեմ ուզում նկարեմ, դուք եք ինձ մոտեցել, մի մոտեցեք, մի նկարվեք։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Դուք ո՞նց եք, հա, նկարվում է։ Հենց որ դուք եք գնացեք շարունակեք ճանապարհը, որ չնկարվեք։ Ես հատուկ ձեզ չեմ ուզում նկարեմ։ Այսինքն այս Ռոբերտ Համարյանը քրեակատարողական հիմնարկի պետը հերիք չէ որ ամեն ինչ անում է որպեսզի պարոն Վարդան Ղուկասյանը չստանա համապատասխան բուժօգնություն։ Հիմա էլ արգելում է իմ մուտքը մեկուսարան, տեսակցել իմ պաշտպանյալին։ Ինքը չի հասկանում, որ այս իր խոչընդոտի բոլոր հանգամանքները պարզվելու են, այսինքն րոպե առ րոպե, որ իմ պաշտպանյալը գտնվել է այս մեկուսարանում եւ ինձ թույլ չեն տվել, դա հայտնաբերվելու է եւ հրապարակվելու է իր ապօրինությունը։ Այս մարդուն ես ճանաչում եմ դեռ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից, ով ամեն ինչ արեց, որ պարոն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը այնքան վատ հրանա, որ նա վերջ ի վերջո ընդունի դիալիզ, այսինքն երիկամային անբավարարությունը հասնում է նույնը փաստորեն վերել են նրան այստեղ այս քրեակատարողական հիմնարկ, հավանաբար իր հմտությունները, որպեսզի նա օգտագործի պարոն Ղուկասյան տեսնում եք ինչ խայտառակ ազգային անվտանգություն ունենք, այնքան խայտառակ է, որ իր մեջ պարունակում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ Նույն մուտքից են օգտվում քրեակատարողական հիմնարկ մուտք այցելություն ապահովողները եւ նույն ԱԱԾ աշխատակիցները։ Հիմա խոսում են ազգային անվտանգությունից կամ իրանց աշխատակիցներից կամ չգիտեմ ինչից։ Խայտառակությունները որ 30 տարվա մեջ չեն կարողացել ապահովել, անջատել քրեակատարողական ծառայությունը ազգային անվտանգության ծառայությունից։ Այս իրանց պրոֆեսիոնալիզմն է, մակարդակն է, 30-ամյա անկախ Հայաստանի Հանրապետության մակարդակը։ Որից արդեն 7 տարին երիտ կեղծ հեղափոխականներն են ղեկավարում։ Բարև ձեզ, լավ, շնորհակալություն։ Բարև ձեզ։
պարը ու այդ տեղապարները 56.4-ից։ Արդեն տևական ժամանակ է ես էստեղ եմ, բայց պատասխան չկա։ Դուք նայեք մարդկանց ինչպես են սրանք վերաբերվում։ 15 քառակուսի մետր խցում պահում են 4 մարդ, որտեղ հնարավոր չէ քայլել, հետ նույն խցում է գտնվում նաև մարդու պետկարանը, այսինքն ունիտազը, որը անջատվում է այդ բնակելի մահճակալային տարածքից եւ ուտելու մարդու սնվելու տարածքից ընդամենը վարակույրով եւ այստեղ այս խցերում են պահում մարդկանց, ովքեր որ նույնիսկ եթե առողջ լինեն, հաստատ այդ խցերում կհիվանդանան, տարբեր հիվանդություններ ձեռք կբերեն։ Էլ չեմ ասում, երբ մարդը արդեն որոշ չափով տարիքը առել է եւ ունի հիվանդություններ, այն էլ ծանր հիվանդություններ, այս մարդկանց պահում են այստեղ։ Այսինքն զբոսանքը այս ցրտի պայմաններում գրեթե անհնար է, այդ զբոսանք կոչվածը, որը տևում է շուրջ մի քանի րոպե եւ դա տեղի է ունենում է շենքի վերևի հարկում, ինչ որ տեղ կա նախատեսված, որը փակված է մենակ երկինքն է երևում։ Այդ ցրտին առավոտը ժամը 8-ին տանում են, որը մինուս է լինում կամ եղանակային պայմանները այնպիսի խայտառակային են, որ մարդիկ նույնիսկ երևի հնարավորություն է չունեն այդ զբոսանքից օգտվելու, կալանավորները ի նկատի ունեն։ Եվ այսպես պահում են կալանավոր անձանց, այսինքն իրենց համար կալանավորը դա մարդ չի, հետևաբար մարդկային վերաբերմունք նրանք ցույց չեն տալիս։ Բայց մոռանում են, որ մի օր էլ իրենք կարող են հայտնվել այսպիսի պայմաններում։ Դե մոտենամ հարցնեմ ինչ եղավ։ Ներից հետ կասեք ինչ եղավ, ես դատարան զանգահարեցի, պարոն Ղուկասյանին չեմ կարող։ Ով է գալիս։ Դատարան չեմ տեղափոխել։ Ես աշխատակիցների հետ ինչ գործ ունեմ, ես իրողությունն եմ նկարահանում, որ մարդիկ տեսնեն ինչ է կատարվում այստեղ։ Աշխատակից են հանդես գալիս, անուն ազգանուններն է թաքցվում են, ովքեր են, ինչ են տարիք։ Ուրեմն պատկերացրեք, ազգային անվտանգության ծառայությունն է, այստեղ գործում է ԱԱԾ, դրա հետ մեկտեղ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ Երևան կենտրոնը, այդ թվում նաև Առողջապահության նախարարության քրեակատարողական առողջապահական ՊՕԱԿ-ը, այդ Կամո Մանուկյանի, այսինքն սա ԱԱԾ-յա, թե ինչ-որ բանը հավաքովի կազմակերպությունների տարածքը, պատկերացնում եք, ինչքան անլուրջ է, որ ԱԱԾ-ում միաժամանակ ազգային անվտանգության ծառայությունում եւս երկու հիմնարկ են գործում այս տարածքում, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկը եւ Առողջապահության նախարարության
քրեակատարողական բժշկության հիմնարկը։ Ինչ լուրջ է, էլի, ասենց շատ լուրջ ազգային անվտանգության ծառայություն ունեն, որտեղ չի կարելի ինչ-որ նկարել կամ խոսել, կամ նաև աշխատակիցներն է թաքցնում են իրենց անուն ազգանունները, եթե դրանք աշխատակից են այստեղում։ Այնքան է անլուրջ այս ամեն ինչը իրենց ազգային անվտանգության ծառայությունով ու ծառայությունում, որ խայտարակություն է, էլի։ Հերիք չի, որ ազգային անվտանգության ծառայություն եք, բա ինչի են ձեր ծառայության շենքում գործում երկու տարբեր այլ հիմնարկներ, այլ նախարարությունների հիմնարկներ, պոակներ։ Այսա ձեր լրջությունը, այսքան անվտանգություն եք, հա, ապահովում ազգային։ Դե պարզ է, ինչ լրջության մասին կարող է լինել խոսքը, որ պետության մի հսկա ծավալ հատված հանձեցին թուրքերին, այն էլ ցեղասպանությամբ ու հայրենազրկմամբ ու գաղթով։ Հիմա փաստացի պաշտպանի իրավունքների խոչընդոտ է տեղի ունենում, որովհետև պաշտպանը եկել է տեսակցելու իր տասմանյալին, փաստորեն խոչընդոտներ են ստեղծում, մինչև հիմա չեն պատասխանում որևիցե մեկը։ Ներեցեք, այդ արդարադատության նախարարությունից մարդ չի գալիս, կանչեք, արդարադատության նախարարությունից մարդ կկանչեք։ Տենում եք, ինչ լավ ասեցի գալանը աշխատում, 9 միլիոն, 8 միլիոն պարգևավճար է ստանում, հենց սրա համար է ստանում պարգևավճարը, որ գործում է ԱԱԾ հիմնարկում, այ դրա համար պարգևավճար է ստանում, իր նախարարության հիմնարկը գործում է ԱԱԾ-ում, և ԱԱԾ աշխատակիցներն են, տեսնում եք, ինչ խոչընդոտներ են ստեղծում։ Մի քանի տարի էլ պետք է այս ԱԱԾ-ում ես իր հիմնարկը ղեկավարած գոյություն ունենա։ Ինչպես։ Մեր պաշտպանյալին տարել են դատարանում։ Երբ են տարել, կբացատրեք, ով է տարել եւ ժամը քանիսին։ Որ եկել եք այդ ժամանակ արդեն ուղեկցել։ Այսինքն նոր ուղեկցեցիք, հա, բա երբ ուղեկցեցին։ Ես որ եկա, տվեցին փաստաթուղթը, ասեցին հեսա կապահովենք, հետո եկան, ասեցին ոչ։ Այստեղ են ասել, ես անձնագիրս տվել եմ, հետո նոր ինձ հետ են վերադարձրել։ Այսինքն հիմա տարակ դատարան, հիվանդ մարդու, բժիշկ ապահովել եք, ահա, շատ լավ։ Գնամ հիմա դատարան։